Ամերիկյան ռազմական ինքնաթիռները վերջին մի քանի ժամվա ընթացքում երկրորդ ավիահարվածն են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դիրքերին, հաղորդում է Ալ Հադադ հեռուստաալիքը։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Դաիշի թաքստոցների և շտաբ բնակարանների վրա, որոնք գտնվում են Սիրիայի հյուսիսում։ Նշվում է, որ հիմնական հարվածները ուղղված են եղել Դեյր Ez-Զոր նահանգում Դաիշի դիրքերին։ Բացի այդ, ինչպես հաղորդում է Ալ Հադադը, ամերիկյան ինքնաթիռները ռմբակոծություններ են իրականացնել Հոքս և Ռաքքա նահանգների գյուղական վայրերում, ինչպես նաև Թադմոր քաղաքի մոտակայքում գտնվող ահաբեկչական բազաների վրա, որի ծայրամասում է գտնվում Պալմիրայի պատմաճարտարապետական համալիրը։ Հենց այս տարածքում է, որ դեկտեմբերի 13-ին սպանվել է ԱՄՆ ազգային գվարդիայի 2 զինվոր և 1 ամերիկացի թարգմանիչ։ Դեկտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կատակով ափսոսանք է հայտնել լրագրողների կողմից անտեսվելու ռիսկի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարվա ամփոփում ելույթի պատճառով, հաղորդում է The New York Times-ը։ Նա փորձում է խանգարել ինձ դավանափոխ լինելուց, թերթը հաղորդում է Ռուբիոյի խոսքերը։ Դեկտեմբերի 19-ին Պուտինը վարեց տարվա ամփոփում ծրագիրը։ ԱՄՆ պետքարտուղարի մամուլի ասուլիսը սկսվեց ծրագրի ընթացքում, որը գրավեց խոշոր համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը։ 2026 թվականի փետրվարի 1-ից սկսած Հռոմի իշխանությունները մայրաքաղաքի Տրևի շատրվան մուտք գործելու համար կսահմանեն 2 եվրո վճար։ Այս միջոցը կվերաբերի միայն զբոսաշրջիկներին և ոչ բնակիչներին։ Ըստ Հռոմ քաղաքի պաշտոնական կայքի, նոր կանոնը նպատակ ունի կարգավորել մարդկանց հոսքը, պաշտպանել հուշարձանը և բարելավել դրա օգտագործման որակը, նշվում է հրատարակության մեջ։ Տրևի շատրվանի կառուցումը սկսվել է 1732 թվականին։ Այն ճանաչում է ձեռք բերել մասամբ Ֆեդերիկո Ֆելինիի նկարահանած «Քաղցր կյանք» ֆիլմի շնորհիվ։ Գլխավոր հերոսուհու Սիլվիայի շատրվանում գտնվելու տեսարանը դարձել է համաշխարհային կինոյի խորհրդանշական մաս։ Եգիպտոսը և մյուս միջնորդները դեռևս չեն կարող կանխատեսել, թե երբ կսկսվի Գազայի հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլը, սակայն նրանք շարունակում են բանակցությունները բոլոր կողմերի հետ, ՏԱՍՍ-ին ասել է Արաբական Հանրապետության փոխարտգործնախարար Աբու Բաքր Հեֆնին։ Այս պահին եգիպտացի դիվանագետները շարունակում են լայնածավալ բանակցություններ վարել բոլոր կողմերի՝ ԱՄՆ-ի, Կատարի, Պաղեստինի ազգային ինքնավարության և Իսրայելի հետ Գազայի համաձայնագրի երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ համաձայնության հասնելու համար։ Անկլավի վերականգմանը նվիրված Եգիպտոսում խորհրդաժողովի անցկացումը նույնպես կապված է այդ հարցի հետ։ Այն նախատեսված էր նոյեմբերի վերջին, բայց անորոշ ժամանակով հետաձգվեց։ Մենք դեռևս ճշգրիտ ամսաթվեր չունենք, ընդգծել է նա Կահիրեում Ռուսաստան-Աֆրիկա ֆորումի նախարարական խորհրդաժողովի շրջանակներում։ Պաշտոնյան հաստատել է, որ պաղեստինցի ոստիկանները Եգիպտոսում մարզվում են Գազայում խաղաղությունը պահպանելու համար։ Այնուամենայնիվ, Հեֆնին նշեց, որ իրենց ստորաբաժանումը որպես այդպեսին դեռևս չի ձևավորվել։ Սա չափազանց բարդ հարց է։ Եգիպտոսը և մյուս բոլոր միջնորդները քննարկում են այն փակ դռների հետևում։ Մենք դեռևս չենք կարող բացահայտել այս խորհրդակցությունների մանրամասները, քանի որ դրանք գաղտնի են, բայց դիվանագիտական գործընթացը շարունակվում է, հայտարարել է փոխարտգործնախարարը։ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ճապոնիայի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ քննարկումներին։ Տոկիոյի ռազմականացումը կվատթարացնի հյուսիսարևելյան Ասիայի իրավիճակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Մենք տեղյակ ենք, որ այժմ Ճապոնիայում քննարկումներ են ծավալվում այս թեմայով կապված սահմանադրության այն դրույթների փոփոխության հետ, որոնք վերաբերում են նրա ոչ միջուկային սկզբունքներին, ասել է նա։ Մեր դիրքորոշումը միանշանակ բացասական է։ Մենք կարծում ենք, որ Ճապոնիայի ռազմականացումը միայն կսրի հյուսիսարևելյան Ասիայում տիրող իրավիճակը և իհարկե երկրների կողմից, որոնց սպառնում է այդ ռազմականացումը։ Ճապոնիան հավատարիմ է 3 ոչ միջուկային սկզբունքներին՝ չունենալ, չարտադրել և թույլ չտալ միջուկային զենքի ներկրումը։ Օրենսդրորեն այս սկզբունքներն ամրագրված չեն, սակայն դրանց հավատարմությունը հաստատել են Ճապոնիայի կառավարության բոլոր ղեկավարները, իսկ բուն թեմայի քննարկումը երկար ժամանակ տաբու է համարվել։ Այս կապակցությամբ որոշ քաղաքական գործիչներ խոսում են 4-րդ սկզբունքի չքննարկելու առկայության մասին և կոչ են անում հրաժարվել գոնե դրանից։ Սանայե Տակաիտիի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո պաշտոնական լրատվամիջոցները նշում են, որ ազգային անվտանգության ռազմավարության արդեն իսկ հայտարարված վերանայման ընթացքում քննարկվելու է նաև 3 ոչ միջուկային սկզբունքների մոտեցումը։ Մասնավորապես պնդվում է, որ Տակաիչին պատրաստ է հանդես գալ երկրում ամերիկյան միջուկային զենքի ներկրման արգելքից հրաժարվելու օգտին։ Միևնույն ժամանակ, այս հրապարակումների ֆոնին վարչապետն ինքն է հայտարարել, որ ազգային անվտանգության ռազմավարության նոր խմբագրության քննարկումների ժամանակ ոչ միջուկային սկզբունքները վերանայելու հանձնարարական չի տրվել։ Դեկտեմբերի 18-ին վարչապետի աշխատակազմի ազգային անվտանգության հարցերով պատասխանատու անանուն պաշտոնյան հայտարարել է, որ կարծում է, որ երկրի համար անհրաժեշտ է միջուկային զենքի առկայությունը։
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին վկայում է ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունը ի պատասխան Սպուտնիկ Արմենիայի պաշտոնական հարցման։ Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում խորհրդանշական քայլերի գնալ։ Սպուտնիկ Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ, խնդրելով գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, նախանշել սահմանի առաջին անցակետի բացման հնարավոր ժամկետները, ինչպես նաև ակնկալվող տնտեսական էֆեկտը։ Բացի այդ, մենք հետաքրքրվել էինք, արդյոք նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի հայաստանյան հնարավոր այցին։ Ի պատասխան ԱԳՆ-ն հայտարարել է, որ նշված հարցադրումների կապակցությամբ եղել են մի շարք հրապարակային անդրադարձներ, մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 9-ի ելույթը, ԵԱՀԿ նախարարական հանդիպման եւ Օրբելի խաղաղության եւ բազմակողմ համագործակցության կառուցում միջազգային համաժողովի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթները։ Թուրքիայի նախագահի հնարավոր այցի եւ 2026 թվականի մայիսին Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին մասնակցելու հարցը գերատեսչությունն առաջարկել է դիտարկել վարչապետի նոյեմբերի 4-ի ելույթի, ինչպես նաև ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին ԱԳ նախարարի տված պատասխանների համատեքստում։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը Կահիր է։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին համատեղության կարգով նշանակել Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ասված է հրամանագրում։ Իրանի հետ հրադադար հայտարարելուց ի վեր զոհվել է ավելի քան 400 պաղեստինցի, 10-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբվել Հաֆիզ Նոֆալը։ Ցավոք, չնայած հայտարարված զինադադարին եւ հրադադարին, ենթադրվում է, որ ավելի քան 400 մարդ զոհվել է, իսկ վիրավորների թիվը կրկնակի ավել, նշել է նա։ Սա պայմանավորված է նրանով, որ Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը եւ թույլ է տալիս մարդասիրական օգնության ներմուծումը միայն նվազագույն քանակությամբ, բացատրել է դեսպանը։ Սառեցված ռուսական ակտիվների առգրավումը Ուկրաինայի ֆինանսավորման միակ կենսունակ տարբերակն է եւ աջակցում է ԵՄ երկրների մեծ մասի կողմից, այս մասին գրում է Reuters-ը։ Եթե մենք չգտնենք այս հարցի պատասխանը, մենք Ուկրաինային հնարավորություն չենք տա պաշտպանել։ Սա լուրջ հետևանքներ կունենա Եվրոպայի մնացած մասի անվտանգության համար, ասել է բարձրաստիճան պաշտոնյան, անանուն մնալու պայմանով։ Նրա խոսքով բանակցությունների ձախողումը լուրջ հետևանքներ կունենա Եվրոպայի հեղինակության համար եւ իսկապես կբացահայտի նրա թուլությունը։ Բալթյան երկրները Ուկրաինայի մարտական գործողությունների դադարեցման հիմնական հակառակորդներն են։ Այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ցուլուկյանին իշխող վրացական երազան կուսակցությունից։ Նրա խոսքերը մեջբերում է Vzglyad թերթը։ Խորհրդարանականը նշել է, որ Եվրամիության երկրները հույս ունեին, որ Վրաստանը բացելով երկրորդ ճակատ արյուն կթափի իրենց համար, մինչ նրանք խաղաղ կապուչինո կխմեն սրճարաններում։ Իրավիճակն այժմ վատթարացել է նրանց համար, ովքեր ցանկանում էին այստեղ երկրորդ ճակատ բացել։ Բալթյան իշխանությունները իրենց անպատվել են Վրաստանի առջև երկրորդ ճակատ պահանջելով։ Հիմա նրանք տեսնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դադարեցնել այս պատերազմը, եւ դա նրանց իսկապես դուր չի գալիս, նշել է Ցուլուկյանին։ Նա հավելել է, որ այն երկրները, որոնք իրենց համարում են Ռուսաստանի հաջորդ թիրախը Ուկրաինայից հետո, Վրաստանը համարում են մարտադաշտ։ Ֆինլանդիան 15 միլիոն եվրո արժողությամբ հետախուզական եւ դիտորդական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ կգնի, որոնց մատակարարումները նախատեսված են 2026 թվականի սկզբին, հայտարարել էր երկրի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ Պաշտպանության ուժերը լրացուցիչ անօդաչու թռչող սարքեր են գնում հետախուզության, հսկողության եւ թիրախների հայտնաբերման համար, ինչպես նաեւ սարքավորումներ եւ պահեստամասեր, ասվում է հայտարարության մեջ։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ մատակարարումը կներառի Parrot Anafi UKR անօդաչու թռչող սարքեր, որոնք մշակվել են ուկրաինական փորձի հիման վրա։ Ֆինլանդիան նախատեսում է գնման համար ծախսել մոտ 15 միլիոն եվրո։ Եվրամիությունը Ուկրաինայի խաղաղության համաձայնագրի խնդրի մի մասն է, այլ ոչ թե լուծումը։ Բոլոր առաջարկները մերժվում են եվրոպացիների կողմից առանց որևէ այլընտրանքի։ Այս մասին ՌԻԱ Նովոստին ասել է բելգիացի եվրոպադգամավոր Ռուդիկ Քվենսը։ Նա նշել է, որ ԵՄ-ն հայտարարում է բանակցությունների սեղանի շուրջ նստելու իր ցանկության մասին, բայց միևնույն ժամանակ հրաժարվում է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած հնարավորությունից։ Ցանկացած նախաձեռնություն կամ առաջարկ լինի դա Ռուսաստանից թե ԱՄՆ-ից մերժվում է առանց որևէ այլընտրանք առաջարկելու։ Այս պահին ես ԵՄ-ն տեսնում եմ որպես խնդրի մի մաս, այլ ոչ թե
է խաղաղության համաձայնագրի լուծում, ասել է Եվրոպադգամավորը։ Քվենսը կարծում է, որ ԵՄ-ի կողմից Մոսկվայի հետ երկխոսությունից հրաժարվելը նպատակ ունի միայն երկարաձգել պատերազմը, դրա բոլոր հետևանքներով։ Լեհաստանի իշխանությունները Պատրիոտ հրթիռային համակարգերը բերել են մարտական պատրաստության։ Այս մասին հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսնյակ-Կամիշը։ Սա Վիսլա ծրագրի իրականացման կարևոր փուլ է, որը Լեհաստանի համար ստեղծում է ինտեգրված բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգ, ասել է նա ելույթ ունենալով Լեհաստանի բանակի 3-րդ հակահրթիռային պաշտպանության բրիգադում։ Նախարարի խոսքով 2027-ից 2029 թվականներին հանրապետությունում կտեղակայվեն ևս 48 Պատրիոտ հարձակման համակարգեր, որոնք կինտեգրվեն ամերիկյան F-35 կործանիչների հետ հակաօդային պաշտպանության համար։ Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ եւ տեսանյութեր ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրված, միջնորդավորված կամ պարզեցված եղանակների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Տեղեկացնում ենք, որ նման հրապարակումները խարդախություն են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ։ Հարգելի քաղաքացիներ, եղեք զգոն եւ մի տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված ընթացակարգով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել եւ գրել. Այսօրվա նիստը տևեց 6 ժամ, քննարկում ենք թեկնածություններ։ Նշենք, որ ԿՊ վարչությունը հանդիպումներ է ունենում 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացած մի շարք կուսակցությունների հետ։ ՀՀ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Մանտաս Ադոմենասինը։ Զրուցակիցները քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ փոխգործակցության հարցեր։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ՀՀ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները։ Մտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների, այդ թվում ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ հնարավոր ծրագրերի իրականացման շուրջ։ Երկուստեք ընդգծվել է նոր ՀՀ գործունեության զարգացմանն ուղղված արձանագրված ձեռքբերումների կարևորությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նվաստացուցիչ պայմաններ է սահմանում բանակցությունների շարունակման համար, որոնք Իրանը չի ընդունի, նշելով, որ Իրանը չի հանդուրժի ոչ նվաստացումը, ոչ էլ թուլությունը, հաղորդում է Մեհրը։ Նա այս հայտարարությունն արել է չորեքշաբթի Թեհրանում քաղաքական էլիտայի ներկայացուցիչների, ականավոր գործիչների եւ կուսակցության քարտուղարների հետ հանդիպման ժամանակ։ Երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ նա նշել է, որ Իրանը նախկինում բանակցել է Միացյալ Նահանգների հետ եւ պատրաստ էր համաձայնության հասնել, սակայն Վաշինգտոնը խափանել է գործարքը դիմելով պատերազմի։ Իրանի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն այժմ բանակցությունների շարունակման համար նվաստացուցիչ պայմաններ է առաջարկում, որոնք ըստ նրա պատրաստ չէ ընդունել, ընդգծելով, որ Իրանը չի հանդուրժի նվաստացումը եւ չի ընդունի թույլ ու մասնատված երկիր է։ Իրանը չի ձգտում առճակատման, ընդգծել է Փեզեշքյանը, նշելով, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային ռումբ չի մշակում եւ պատրաստ է ցանկացած տեսակի ստուգման։ Սակայն նա նշել է, որ հակառակ կողմը ձգտում է զրկել Իրանին իշխանության բոլոր տարերից եւ թույլատնել երկիրը սիոնիստական ռեժիմի առջեւ։ Փեզեշքյանը հավելել է, որ Իրանը ձգտում է խաղաղության, բայց ահաբեկումը չի հանդուրժի։ Նկարագրելով Իրանի արտաքին քաղաքականության մոտեցումը, Փեզեշքյանը հստակ նշեց անցկացրեց արժանապատիվ մասնակցության եւ ահաբեկման ենթարկելու միջև։ Փեզեշքյանն ասել է, որ Իրանը պատրաստ է բանակցել, եթե մյուս կողմը իսկապես մտահոգված է միջուկային զենքով։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանը մերժում է Իրանի պաշտպանական հրթիռային կարողությունների մասին ցանկացած խոսակցություն։ Նա ընդգծել է, որ իրանական վարչակազմը ձգտում է խաղաղության, տարածաշրջանային կայունության եւ հարևան երկրների հետ համագործակցության, սակայն նվաստացուցիչ միջոցներ չի ընդունի։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում չեն կարողանա որոշում կայացնել Ռուսաստանի սառեցված ակտիվները բռնագրավելու վերաբերյալ, քանի որ անհրաժեշտ քանակությամբ ձայներ չունեն։ Նրա խոսքերը մեջբերում է 10-ը։ Երեկ երեկոյան ես տեսա, որ բավականաչափ երկրներ դեմ են նման որոշմանը, եւ մենք կկարողանանք բավարար ձայներ հավաքել դրան խոչընդոտելու համար, ասել է Օրբանը։ Վարչապետի խոսքով, եթե հարցը դրվի քվեարկության, այն բավարար ձայներ չի հավաքի։ Հետևաբար նա ենթադրել է, որ հարցը հանվել է օրակարգից։ Հունգարիան չի կարող մասնակցել ԵՄ-ի կողմից Եվրոպային տրամադրվող վարկին, քանի որ սահմանադրությունը պահանջում է խորհրդարանի հաստատում, որը այն չի տրամադրի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ Բրյուսելում լրագրողներին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ես նման թույլտվություն չունեմ եւ չեմ կարծում, որ որևէ հունգարացի վարչապետ երբևէ խորհրդարանի հաստատում կստանա Հունգարիան ԵՄ վարկի միջոցով պարտքերի մեջ գցելու համար, ասել է նա։ Նրա խոսքով դեռևս հայտնի չէ, թե Ուկրաինայի համար ինչ ֆինանսավորման առաջարկներ կփոխարինեն սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման գաղափարին։
Հակառուսական պատժամիջոցների շրջանակներում Լոնդոնը սահմանափակումներ է մտցրել 5 անհատների եւ 19 կազմակերպությունների նկատմամբ, ասվում է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, պատժամիջոցները կիրառվել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Պակիստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիների նկատմամբ։ Սահմանափակումները տարածվել են նաեւ ռուսական Տատնեֆտ եւ Ռուսնեֆտ ընկերությունների, ինչպես նաեւ Ուզբեկստանի, Qirg'izstani եւ Միացյալ Արաբական Էմիրությունների կազմակերպությունների վրա։ Դեկտեմբերի 4-ին Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության նկատմամբ։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ գերատեսչության սպաների նկատմամբ, որոնք մեղադրվում են Ուկրաինայում եւ ամբողջ Եվրոպայում թշնամական գործողություններ կազմակերպելու մեջ։ Թշնամական կիբերգործունեության համար ցուցակում ավելացվում են նաեւ 8 ռուսներ։ Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսավորման պլանի մշակման աշխատանքները շարունակվում են, չնայած Եվրոպական միության ներսում առկա տարաձայնություններին։ Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ուկրաինայի ֆինանսավորման պլանների առաջարկները շարունակում են փոխվել այս պահին, ասել է նա ԵՄ գագաթնաժողովից առաջ, որը կքննարկվի Կիևի ֆինանսավորումը սառեցված ռուսական ակտիվների միջոցով։ Նախկինում Պոլիտիկոն հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ ԵՄ առաջնորդները հավանաբար չեն կարողանա համաձայնության գալ Ուկրաինայի ֆինանսավորման հարցում, օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները միության ներսում անհաշտ ճամբարների միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը ակտիվորեն միջամտում է այլ երկրների ընտրություններին։ Նա մեկնաբանել է իրավիճակը Եդինայա Ռոսիա կուսակցության միջազգային համագործակցության գլխավոր խորհրդի հանձնաժողովի նիստում ունեցած ելույթի ժամանակ, որի տեսանյութը հրապարակվել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։ Դիվանագետը նշել է, որ ինքնիշխան երկրների ներքին գործերի միջամտությունը նեոգաղութատիրության ամենաակնառու դրսևորումներից մեկն է։ Արևմուտքը երբեք չի հրաժարվել իր գործունեության այս մեթոդներից։ Այժմ այնինչ մենք իրավունք ունենք անվանել ընտրական նեոգաղութատիրություն, դարձել է շատ հստակ սպառնալիք աշխարհի մեծամասնության երկրների համար, ընդգծել է Լավրովը։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է, որ ներկայումս երկրի ուղեծրում ավելի քան 9000 SpaceX արբանյակ կա։ SpaceX-ն այժմ երկրի ուղեծրում ունի ավելի քան 9000 արբանյակ, ինչը կրկնակի ավելի է, քան աշխարհի մյուս բոլոր արբանյակների ընդհանուր թիվը միասին վերցրած, նշել է նա։ SpaceX-ը ԱՄՆ տիեզերական տեխնոլոգիաների ընկերություն է, որը հիմնադրվել է Իլոն Մասկի կողմից 2002 թվականին։ Դեկտեմբերի 9-ին հաղորդվել է, որ SpaceX-ը ԱՄՆ ազգային հետախուզական գրասենյակի անունից արբանյակներ տեղափոխող Falcon 9 հրթիռ է արձակել։ Դեկտեմբերի 8-ին հաղորդվել է, որ Falcon 9 հրթիռը 28 Starlink արբանյակ է արձակել ուղեծիր։ Մենք չենք միջամտում եկեղեցու ներքին գործերին թուրքերից ու թշնամիներից։ Սադրիչներից պաշտպանում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մայր Աթոռի Բաքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ իրենք պաշտպանելու են եկեղեցին մինչև վերջ, կանգնելու ենք այնպես ու պաշտպանելու ենք, թույլ չենք տա սադրիչներին հարձակվել, թիրախավորել մեր եկեղեցին։ Սա հայ ժողովրդի ամոթն է։ Իհարկե պառակտում են, բայց այս գիծը քաշում է Նիկոլը, իսկ մենք պետք է պահենք մեր եկեղեցին։ Ուրիշ տարբերակ չունենք։ Դժբախտաբար սա հայկական իրականություն է։ Մենք Էջմիածնում ստիպված ենք պաշտպանել վեհափառին ու եկեղեցին, ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նա համոզված է, իշխանությունը եկեղեցու դեմ պայքարում հաջողության չի հասնելու, ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր եկեղեցու դեմ են դուրս եկել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայ եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածված հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ պահանջել կաթողիկոս Գարեգին Վ-ի հրաժարականը։ Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է, ըստ Խրոնիկա Կավկազը կայքի հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։ Պաշտոնական Մոսկվան հանկարծ հիշել է, որ Հայաստանի Մեղրիի շրջանով անցնող երկաթուղին իբր պատկանում է ռուսական երկաթուղիներին, տեղական լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ նշել է Զուլֆուգարովը։ Նա մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինի վերջերս արած հայտարարությունները, որ Ռուսաստանի հարավկովկասյան երկաթուղին ունի հայկական երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա եւ որ Թրամփի երթուղին եւս կներառվի այդ կոնցեսիայի մեջ։ Զուլֆուգարովը հայտարարել է, որ Մեղրիով անցնող երկաթուղին փաստացի Ադրբեջանի սեփականությունն է։
Ես կցանկանայի հիշեցնել եւ հայկական եւ ռուսական կողմերին, որ այս երկաթուղին Ադրբեջանի ԽՍՀ-ի եւ նրա իրավահաջորդի Ադրբեջանի Հանրապետության սեփականությունն է։ Մեր սեփականության իրավունքները երաշխավորված են Ալմա-Աթայի հռչակագրի հավելվածներով։ Անօրինական կերպով բռնագրավված գույքը Ռուսաստանի Դաշնության կողմից չի կարող սեփականաշնորհվել, ընդգծել է Զուլֆուգարովը։ Մայրաթորի տարածքից ոչ ադեկվատ եւ սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է։ Այս մասին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ձերբակալվածներ չկան։ Նշենք, որ մեր լրագրողները ֆիքսել էին, որ ոստիկանները տարածքից ուժով քաղաքացիների էին հեռացնում։ Հինգշաբթի օրը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հիմնական նպատակն է համոզել Բելգիային հրաժարվել ռուսական ակտիվների բռնագրավմանը դեմ լինելու իր դիրքորոշումից, հաղորդում է Պոլիտիկոն հղումանելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի։ Հինգշաբթի օրվա գագաթնաժողովի գլխավոր նպատակն է համոզել Բելգիային հրաժարվել իր ընդդիմադիր դիրքորոշումից, նույնիսկ եթե դա նշանակում է, որ բանակցությունները կձգվեն մինչև ուշ գիշեր, ասվում է հրատարակության մեջ։ Միաժամանակ բելգիացի պաշտոնյաները թերթին հայտնել են, որ Euroclear-ի միջոցները չեն բռնագրավի։ Բացի այդ, ըստ թերթի բանակցությունների ընթացքում առաջնորդները մտադիր են քննարկել, թե ինչպես արձագանքել Միացյալ Նահանգների եւ Չինաստանի դիրքորոշմանը համաշխարհային տնտեսությունում։ Ճապոնիայի ազգային ոստիկանական գործակալությունը առաջարկում է ընդլայնել ռազմավարական նշանակություն ունեցող վայրերի շուրջ գոտիները, որտեղ արգելված են անօդաչու թռչող սարքերի թռիչքները։ Մինչև 1000 մետր անօդաչու թռչող սարքերի տեխնիկական հնարավորությունների կատարելագործման եւ դրան առնչվող ահաբեկչական սպառնալիքների ֆոնին, ասվում է ՌԻԱ Նովոստիի կողմից ստացված փորձագիտական խորհրդի նյութում։ Հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի արագությունը եւ անհրաժեշտ արձագանքման ժամանակի ապահովման տեսանկյունից գոտին պետք է ընդլայնվի մինչև մոտավորապես 1000 մետր, ասվում է զեկույցում։ Անօդաչու թռչող սարքերի թռիչքները ներկայումս արգելված են վարչապետի նստավայրի, կայսերական պալատի, ատոմակայանների, օդանավակայանների եւ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի օբյեկտների վրայով։ Սահմանափակ շառավիղը ներկայումս 300 մետր է։ ԱՄՆ-ի նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը եւ ԱՄՆ-ի նախագահի փեսան ձեռնարկատեր Ջարեդ Քուշները կարող են հանդիպել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ նախքան Մայամիում, Ֆլորիդա, ռուսական պատվիրակության հետ բանակցություններ։ Այդ մասին հայտարարել է ամերիկյան Politico թերթը, հղում անելով աղբյուրներին։ Միաժամանակ նշելով, որ դեռևս հստակ ծրագրեր չկան այս հարցում, հրատարակության տվյալներով այս շաբաթվա վերջին Մայամիում սպասվում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար։ Խորհրդակցություններին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, ինչպես նաեւ Վիտկոֆը եւ Քուշները։ Հրատարակության տվյալներով ԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայի վրա ճնշումը զիջումներ կորզելու համար։ Սպիտակ տունը եւ պետդեպարտամենտը դեռևս չեն արձագանքել 10-ի հարցմանը, հաստատել հրատարակության տեղեկատվությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին։ Ուկրաինան ենթադրաբար կսպառի իր հասանելի ֆինանսական ռեսուրսները մինչև 2026 թվականի կեսերը։ Եթե վարկ չստանա եւ դա կնշանակի Կիևի պարտությունը հակամարտությունում, գրում է Telegraph թերթը, հղում անելով արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի վերլուծական կենտրոնի հրավիրված գիտաշխատող Լեո Լիտրային։ Եթե սա տեղի ունենա, Կիևի ֆինանսական ռեսուրսները սպառվեն եւ եթե Ուկրաինան չունենա պլան B, դա կնշանակի պատերազմում պարտություն, ասել է Լիտրան հրատարակությանը տված մեկնաբանության մեջ։ Ինչպես նշում է Telegraph-ը, Ուկրաինայի ֆինանսավորման պակասի հետևանքներն արդեն զգացվում են մարտադաշտում։ Թերթը հավելում է, որ մարդկային ռեսուրսների լուրջ պակասի հետ մեկտեղ այս սահմանաչափությունը թույլատրել է Ուկրաինայի պաշտպանական գծերը։ Լիտրայի խոսքով հակամարտության ներկայիս փուլում առաջնագծում տեղի ունեցող ամեն ինչ կախված է փողից։ Նա նշել է, որ Ուկրաինան այս հարցում ապավինում է արտաքին օգնությանը։ ԵՄ-ն վախենում է, որ Ռուսաստանը կբռնագրավի արևմտյան ակտիվները ի պատասխան իր սառեցված միջոցները Ուկրաինայի օգտին օգտագործելու, հաղորդում է Financial Times-ը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Լրագրողների աղբյուրների համաձայն առաջին զոհը կարող է լինել Բելգիայում գտնվող Euroclear դեպոզիտարիան, որը պահում է մոտ 260 միլիարդ եվրո ռուսական միջոցներ։ Հրատարակությունը նշել է, որ կենտրոնական բանկն արդեն դատական հայց է ներկայացրել դրա դեմ 18 տրիլիոն ռուբլու համար։ Այս կապակցությամբ Բելգիայի վարչապետ Բարդ դե Վևերը զգուշացրել է վնասակար հետևանքների մասին ամբողջ
Եվրոպայի համար, եթե ռուսական ակտիվները բռնագրավվեն եւ փոխանցվեն Ուկրաինային, այսպես կոչված փոխհատուցման վարկի շրջանակներում։ Բրյուսելը անսահմանափակ իր աշխատանքները պահանջում իր ԵՄ գործընկերներից Մոսկվայի կողմից պատասխան միջոցառումների դեպքում։ Սակայն մյուս երկրները սա անհնար են համարում, նշվում է հոդվածում։ Կամբոջայի հետ սահմանային հակամարտության ընթացքում թայլանդցի զինծառայողների շրջանում զոհերի թիվը 19-ից հասել է 21-ի, հայտնել է Թայլանդի թագավորական բանակը։ Նրանց տվյալներով դեկտեմբերի 17-ին Սիսակետ եւ Սակաեո նահանգներում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 2 թայլանդցի զինծառայող։ Դեկտեմբերի 8-ին թայլանդական ցամաքային ուժերը հայտնեցին, որ կամբոջական զորքերը սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող իրենց դիրքերը։ Թայլանդի ռազմաօդային ուժերը պատասխանեցին հարձակվելով Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ Կամբոջան հակամարտության ընթացքում որևէ մշտական կորուստ չի հայտնել, սակայն թայլանդական կողմի տվյալներով բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 200 կամբոջացի զինվոր։ Կամբոջայի տեղեկատվության նախարար Նեթ Ֆեակտրան ավելի վաղ հայտարարել էր, որ զոհվել է 15 խաղաղ բնակիչ։ Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում հարվածել են թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավի, հաղորդում է ԱՄՆ հարավային հրամանատարությունը։ Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով եւ օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, ասվում է հրամանատարության X-ում արված հայտարարության մեջ։ Նշվել է նաեւ, որ հարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ։ ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել։ Հարավային նիզակ գործողության համատեղ աշխատանքային խումբը հարվածը հասցրել է պատերազմի նախարար Պիտ Հեքսեթի հրահանգով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահ, եթե դադարեցնի Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան Newsmax TV հեռուստաալիքին տրված հարցազրույցում։ Եթե Ուկրաինայի այս հակամարտությունը դադարեցվի Թրամփի օգնությամբ, նա կմտնի պատմության մեջ։ Նրան Նոբելյան մրցանակ պետք չէ, նա պատմության մեջ կմտնի որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախաղաղասեր նախագահը, ասել է նա։ Նրա խոսքով սա չի կարելի ասել Ֆրանկլին Ռուզվելտից հետո ԱՄՆ մյուս նախագահների մասին, ինչն էլ տարբերակում է Թրամփին։ Կարևոր չէ, նա կանգնեցրել է 7 թե 8 պատերազմ կամ հակամարտություն, բայց նա կենտրոնացած է դրա վրա եւ նա որոշ առումներով հաջողության է հասնում, հավելել է Լուկաշենկոն։ Եվրոպական միության առաջնորդները հավանաբար չեն կարողանա համաձայնության գալ Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվների միջոցով ֆինանսավորելու հարցում։ Միության ներսում անհաշ ճամբարների միջև արկա անհամաձայնությունների պատճառով հաղորդում է Պոլիտիկոն հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն եվրոպացի դիվանագետները 11 ժամ քննարկել են Կիևին փոխհատուցման վարկի վերաբերյալ փոխզիջումը, որը, ինչպես սպասվում է, կորոշվի հաջորդ գագաթնաժողովում։ 4 տարբեր աղբյուրներ Պոլիտիկոին հայտնել են, որ Հունգարիան եւ Սլովակիան պարտքի մարման ընդհանուր սխեմայից բացառելու գաղափարն առաջնային պլանում է եղել։ Այս նախաձեռնությունը բխում է այս երկրների Ուկրաինային հետագա աջակցության դեմ լինելուց։ Վեհափար Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։ Ըստ տեղեկությունների Գերագույն հոգևոր խորհրդի կազմից կաթողիկոսի որոշմամբ հեռացվել են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Հեռացվածներին կփոխարինեն Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գարեգին ակրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովանիսյանը։ Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ից 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ից 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսային 2-ից 5 միլիվարկյան, դեկտեմբերի 22-ից 23-ին սպասվում է քամու ուժ գնացում 14-ից 17 միլիվարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։